Ողջույն հարգելի մարզասերներ։ Գիշերը Պերուի մայրաքաղաք Լիմայում մեկնարկած աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը առաջին մեդալն է նվաճել։ Հայ ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը այս անգամ երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել։ Արոշանյան Մեդիա Սպորտ Նյուզի յութուբյան ալիքում այժմ ցուցադրվում են Ալեքսանդրա Գրիգորյանի բոլոր մոտեցումները աշխարհի երիտասարդական առաջնությունում։ Մաղթում ենք հաճելի դիտում։ Շատ հստակ է կատարում իր մոտեցումը Ալեքսանդրա Գրիգորյանը եւ անմիջապես դառնում է վարժության առաջատար 85 կիլոգրամով։ Ուդեր պետք է ավելացնել, անպայման պետք է ավելացնել։ Հրում վարժությունում պայքարը թեժ է լինելու այնպես, որ իմամես հաջողված մոտեցում է պետք։ Սաշա կանգնիր ապրես։ Գերազանց է աշխատում Ալեքսանդրա Գրիգորյանը եւ 88 կիլոգրամ արդյունք ունի նա։ Բոկուն վարժությունից հետո ապրես։ Սա շատ կարևոր մոտեցում էր։ Եվ մենք այս պահին երրորդն ենք, մեդալ չենք ունենա։ Ամենայն հավանականությամբ բոկուն վարժությունում, բայց գնալու ենք լուրջ պայքարի։ Կանգնեց ապրես վերևում։ Ուհրել Սաշա։ Հիմա արդեն միանշանակ է, 114-ին գալու իմաստ չկա, 116-ին։ Դեն իմաստ չկա, եթե վեին չբարձրացներ միգուցե իմաստ կար, մեծ ռիսկի գնալու, բայց բրոնզի ու արծաթի մեջ երևի թե այս իրավիճակում ճիշտ է ընտրել 116 և փոքր ոսկու երկամարտի բրոնզի համար պայքարել։ Հետո իհարկե Դելյան 117 կպատվիրի կփորձի փոքր ոսկե մեդալը վերցնել։ Տեսնենք, բայց նախ պետք է հրել։ Կանգնեց, ապրես, վերևում Սաշա։ Ուհրել Սաշա, կանգնիր, ապրես։ Կռիվ տվեց այստեղ ծանրացող ետ Սաշա Գրիգորյանը։ Իզուր չեն ասում, երբ սպառվում են ուժերը։ Բնավորությունն է գալիս առաջնային պլան և այստեղ բնավորություն ցույց տվեց Գրիգորյանը ու արժանանում է երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալի, բայց որքան ծանր տրվեց նրան այս մոտեցումը։ 204 կիլոգրամը, միգուցե արժեր 206-ով արծաթե մեդալ նվաճել, բայց ավելի ծանր կլիներ, սա շատ ճիշտ որոշում էր, կարծում եմ